Շարունակվում է մեր Կիրակնորի առավոտ լուսով վիքենդը եւ ինչից էլ խոսենք այսօր, միևնույն է առանցքում ընկերությունն է, որքան էլ պատտվենք, գալու ենք եւ կրկին խոսենք մեր ընկերների ու մեր ընկերական մոդելի մասին։ Այո, ինչպիսին պետք է լինի ճիշտ ընկերությունը եւ ինչպիսին պետք է լինի կանացի ընկերությունը, հիմա այս բոլոր հարցերին կպատասխանի հոգեբան, հոգեթերապևտ Անի Բարսեղյանը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ ինչպիսին պետք է լինի ճիշտ ընկերություն ու կանացի ընկերությունը միանգամից։ Կամ արդյոք կա այդպիսի մոդել ճիշտ ընկերության։ Ինչպիսին պետք է լինի եւ կա արդյոք մոդել, կարող ենք ասել հստակ կա բաղադրություն, ինչպիսին պետք է լինի կանացի ընկերությունը։ Կարծում եմ, որ առհասարակ ընկերության գաղափարից կանացի ընկերությունը շեշտվում է նրանով, որ այդտեղ պետք է լինի ինքնաբացահայտման բարենպաստ տարածք, որովհետեւ եթե օրինակ տղամարդիկ կարող են հանդիպել եւ խոսել մեքենաներից, քաղաքականությունից, այո, սպորտից, մյուսը, կանանց ընկերությունը այսպես շատ հուզական ներգրավվածություն է ենթադրում եւ շատ կարեւոր է որ լինի այդ պարարտ միջավայրը, որ անձը այսպես բացի իր հոգի, իր կյանքի շատ կարեւոր գաղտնիքներից կիսվի բաներ, որ անգամ ընտանիքի անդամների հետ չի կարող կիսվել, բայց ընկերուհու հետ կկիսվի եւ հետեւաբար ընկերուհին արդեն դառնում է ոչ թե մարդ, այլ հուզական տարածք։ Հետեւաբար դա կարեւոր բաղադրություն է, այո։ Ահա, ինձ համար նոր բացահայտում արեցի հենց նոր, որովհետև զուգահեռաբար հիշում էի իմ ընկերուհիների հետ ունեցած զրույցները, որտեղ իսկապես հուզական առումով մենք ավելի բաց ենք, շատ հաճախ նույնիսկ ընկերուհիների հետ շփումը փոխարինում են հոգեբանի հետ հանդիպմանը, չէ՞։ Այո, շատ թերապևտիկ է։ Անվճար թերապիա է։ Բայց ասացիք, ես էլ հենց մտքով արդեն գնում էի իմ ընկերների շփման փուլերը, նույն բաները ես տղաների ընկերության պահով էլ կարող եմ ասել։ Բացի ֆուտբոլից, մեքենաներից, սպորտից կամ չգիտեմ։ Որ խորը զրույցներ եք ունում։ Այո, միանշանակ տղաների մոտ են այդպես։ Այո, դե հենց այստեղ մենք արդեն կարող ենք գնալ ընդհանուր ընկերության կոնտեքստին, որտեղ ընդհանուր ընկերությունը դա նորից մի ազատ տարածք է, որտեղ չկա պարտավորվածություն սիրելու, չկա պարտավորվածություն մնալու, բայց երկու անձ որոշում են մնալ։ Եվ հենց այդ ընտրությունը մնալու, ազատ ընտրությունը մնալու, հարաբերությունը ցանկացած հարաբերություն դարձնում է շատ խորը եւ դարձնում է շատ խոցելի նաև, որովհետև դու ընտրում ես մնալ։ Անկամ շատ առողջ ու կայուն են համարվում այն հարաբերությունները, որոնք կյանքի այսպես տարբեր մարտահրավերներից հետո անձը նորից որոշում է պահել կապը, պահել այդ հարաբերությունը հեռանալու փոխարեն։ Քանի որ խոսում ենք ընկերությունից, իսկ սա փոխհարաբերություն է, որը շատ հաճախ գալիս է մեր մանկությունից։ Չէ, օրինակ ասում ենք, մենք մանկական ընկերներ ենք։ Երբ ինչպես է երեխան հասկանում ընկերությունը ինչ է եւ ինչպես է ձևավորվում իր ընկերական միջավայրը։ Ու արդյոք դա տաբու է, մի փոքր հարցը շատ ծավալուն ստացվեց, երբ երեխաները օրինակ աղջիկները ընտրում են հենց աղջիկ ընկերներ իրենց համար։ Սա պարզապես կարծրատիպ է, որին հետևում են նաեւ երեխաները բնազդաբար, թե այնուամենայնիվ այստեղ էլ կա հոգեբանական գաղտնիք թաքնված։ Նախ ասեմ, որ մենք մեր բնությամբ եւ էությամբ շատ մեծ ձգտում ունենք դեպի կապը։ Մենք սոցիալական, հա, եւ կենսաբանական եւ հոգեբանական տեսանկյունից մենք սոցիալական էակներ ենք եւ ձգտում ենք դեպի կապը եւ երբ որ լուրջ հայտարարություններ են արվում, որ ես ոչ մեկի կարիքը չունեմ, ինձ ընկերներ կամ ընկերուներ պետք չեն եւ այլն, այդ հայտարարությունները սովորաբար ունենում են այսպես շատ խորքային ցավոտ անցյալ, դավաճանված լինելու, գաղտնիքի բացահայտման հիմք են ունենում եւ այլն։ Եթե մենք խոսում ենք նորմատիվներից, այո, անձը հենց փոքր տարիքից ձգտում է դեպի մեկ այլ անձի հետ, այսպես խաղարկային այդ ամենին եւ փոքր տարիքում դա ավելի շատ հեշտ է։ Հիմա նորից եթե դուք մտքով հետ գնաք ձեր անցյալ, կտեսնեք, որ մանկության շրջանում ձեր կյանքում շատ ավելի ընկերներ կային եւ այդ կապերը շատ ավելի հեշտ էին կառուցվում։ Հա, տարիքի հետ մենք արդեն սկսում ենք ավելի ընտրողաբար մոտենալ, ինչ որ մարդիկ դուրս են գալիս, նաեւ փուլից ելնելով, բայց նաեւ այսպես մի տեսակ մեր անձի ինքնության հետ կապված ինչ որ process-ներ են տեղի ունենում, որ մենք չենք էլ ուզում շատ բան դիմակայել ու տանել, որը որ կտանեինք փոքր տարիքում։ Այսինքն ամփոփելով ձեր մի քիչ բազմաշերտ հարցը, կարող եմ ասել մենք ձգտում ենք դեպի կապը, պարզապես տարիքի հետ դրանք ավելի մի քիչ բարթանում են եւ մաղվում են։ Իսկ սեռով պայմանավորված ընտրությունը իմ կարծիքով պետք չէ ընդհանրացնել, որտեղ այսօր իսկապես մենք մեր շուրջը կարող ենք տեսնել երեխաներ, որոնք այսպես հակառակ սեռի հետ շատ ներդաշնակ եւ հաշտ խաղում են, ընկերանում են, դա կախված է արդեն դասարանից, միջավայրից, եթե դու մեծանում ես մի բակում, որտեղ տղաները ավելի շատ են, չի բացառվում, որ դու այդ տղաների հետ ամբողջ օրը ֆուտբոլ խաղաս եւ դա սեռադերային կողմնորոշման մասին չէ, դա պարզապես սոցիալական մի գործընթաց է, որի մեջ դու այսպես ռեալիզացում ես։ Ընկերությունը անել իմանալը։ Արդյոք դա բնավորության հարց է։
Թե աշխատանք։ Շատ կարևոր հարց էր։ Ես երբ որ տեսնում եմ իմ թերապևտիկ դաշտում մարդիկ, ովքեր այսպես վատ փորձառությունից հետո ասում են, որ ես չեմ ուզում որևէ ընկերուհի ունենամ, ինձ ոչ մեկ պետք չէ եւ փակվում են, ես միշտ ասում եմ, որ մենք ոչ թե պետք է փակվենք, այլ պետք է սովորենք ընկերություն անել։ Մենք պետք է սովորենք մնալ հարաբերության մեջ առանց ինքներս մեզ կորցնելու։ Հետևաբար ձեր հարցին կարող եմ պատասխանել հետեւյալ կերպ, որ դա սովորելու ճանապարհ է։ Մի քիչ էլ բարդ ճանապարհ է, մի քիչ է կորուստներով լի ճանապարհ է։ Եվ կորուստ բառը գուցե հեշտ է հնչում, բայց դա շատ ցավոտ, խորը ճշմարտություն է։ Մենք հակված ենք զույգերի բաժանությունը դիտարկել որպես բաժանություն, կորուստ, ցավ, բայց երբ որ դու կորցնում ես ընկեր կամ ընկերուհի, դա նույնքան խորը կորուստ է։ Եվ ճիշտ հենց բաժանման ձևով, զույգի բաժանման ձևով անձը կարող է այդ process-ը ապրել։ Այսինքն մենք պետք է սովորենք։ Դա սովորելու ճանապարհ է։ Իհարկե, ինտելեկտուալ մակարդակը, ներքին որոշակի անձնային գծերը օգնում են, որ դու շատ ավելի ստրեսակայուն լինես, շատ ավելի հաղորդակցման մեջ ճկուն լինես եւ ինչու՞ չէ ունենաս ավելի որակյալ հարաբերություններ, դա էլ կապ ունի։ Որքանով է ազդում մեր անձնական աճի վրա մեր ընկերական շրջապատի ընտրությունը։ Շատ լուրջ հարց եք տալիս, որովհետև անգամ Սուրբ գրքում հետևյալ արտահայտությունը կա, որ վատ ընկերակցությունը փչացնում է բարի համբավը։ Եվ ես կարծում եմ, որ ոչ թե ես կարծում եմ, սա գիտական փաստ է, որ մարդը ազդվող էակ է, մեր հոգեկանը ազդվող է, փոխակերպվող է։ Միշտ ես նշում եմ, եթե մենք շներին գցենք կատուների խմբի մեջ, չի սկսում մլավել, բայց եթե մենք գիտենք, հա, փորձարկումներ կան անգամ, Մաուգլիի օրինակից, որ մարդը երբ որ կենթանական խմբի մեջ է լինում, նա ներազդվում է, փոխակերպվում է։ Հետևաբար շատ կարևոր է մենք ինչ խմբի մեջ ենք, մենք ինչ ենք լսում, որովհետև մենք ազդվում ենք, մենք ներազդվում ենք երբեմն գիտակցաբար եւ անգիտակցաբար։ Հետևաբար, այո, կախված թե մենք ինչ խմբի մեջ են կորոշվի դրանից մեր անձնային աճը, մեր աշխարհայացքը, մեր ներքին համոզումներն ու դիրքորոշումները եւ դրանում մենք պետք է հետեւողական լինենք, երբ որ հարաբերություն են կառուցում, մի հատ հասկանանք ինչքանով են համընկնում կարևոր դոկտրինաները, մեր կարևոր սկզբունքները, որտեվ բաներ կան, դու կարող ես փոխզիջման գնալ հարաբերությունների մեջ, բայց բաներ կան, որ հեչ պետք չէ փոխզիջման գնալ։ Մենք շատ հաճախ խոսում ենք, որ հարաբերություններում, ընտանեկան հարաբերություններում շատ կարևոր է խոսելը։ Խոսելը, միմյանց լսելը եւ հասկանալը։ Ընկերական հարաբերություններում ինչպես պետք է հասնել այդ կետին, երբ խնդիրների ժամանակ ոչ թե հստակ մկրատով բաժանումը տեղի ունենա, այլ սկսեն խոսել հավասարը հավասարի պես։ Դե դա նորից արդեն անձնային աճի մասին է, անձի ներքին, հա, հասունության մասին է, բայց երբ որ հենց պարզ պրիմիտիվ հարց են տալիս, ինչպես տարբերակենք կեղծ ընկերուհիների, ես միշտ նշում եմ, որ իրական ընկերությունը, երբ որ ինչ որ իրավիճակ քեզ դառնացնում եմ, դու դա չես կուտակում։ Դու կարող ես ուղղակի գնալ ու ասել, որ դու ինձ ցավ ես պատճառել կամ ես այն օրը նենց եմ ջղայնացել քո այս արարքից ու տանես քննարկման։ Բայց երբ որ հարաբերություններում գնում է այդ կուտակումը, ներքին, հա, դու այսպես կուտակում ես այդ բոլոր բացասական իրադարձությունները, վերջում դա ինչ-որ մի օր պայթում է։ Հետևաբար խոսելը առհասարակ բոլոր տեսակի հարաբերություններում շատ կարևոր սկզբունք է։ Եվ եթե մենք ունենք այդ կուլտուրան, այդ ներքին սովորությունը գնալ կոոպերացիաների, փոխներգործության, համագործակցության եւ զրուցելու եզրեր գտնելու, մենք ուղղակի մեր շուրջը ունենալու ենք եւ առողջ ընկերուհիներ, եւ առողջ զույգային հարաբերություններ, եւ ծնող երեխա առողջ հարաբերություններ, հաղորդակցությունը հիմքն է բոլոր տեսակի հարաբերությունների եւ այդ կարողությունը։ Լինում է վատ ընկեր ընդհանրապես։ Ես այսպես կձևակերպեմ, որ ոչ թե վատ ընկեր, այլ անձ, որի ներկայությամբ դու քեզ հարմարավետ չես զգում։ Ոչ թե հարցը իր մեջ է, այլ եկեք մեր մասին խոսենք։ Ես չգիտեմ ինքը լավն է, վատն է, բայց ես իր ներկայությամբ ինձ հանգիստ չեմ զգում։ Զրույցի սկզբում նշեցիք, կանայք ավելի հուզական են, երբեմն ավելի հեշտ են արտահայտում իրենց էմոցիաները նույն ընկերների հետ զրույցների ժամանակ, քան տղամարդիկ։ Բայց արդյոք սա ավելի խոցելի չի դարձնում մեզ, մեր ընկերների առաջ եւ ինչպես կարող ենք նաեւ մեզ պաշտպանել ընկերական հարաբերություններում, երբ կանայք խոսում են ամեն ինչի մասին, հետո ասում մեր ընկերությունը շարունակվում է, որովհետեւ մենք շատ բան գիտենք իրար մասին։ Նախ մի քիչ ձեր թեմայից երևի շեղվեմ ասելով, որ շատ կարևոր
կարևոր է, որ մենք երբ որ ընկերուհիներ ենք ընտրում, կարողանանք օրինակ հստակ խմբավորել, որ օրինակ սա այն ընկերուհին է, ում հետ ես կարող եմ սուրճ խմել եւ խոսել իմ երեխայի խմբակներից, սա այն ընկերուհին է, ում հետ ես կարող եմ գնալ շոփինգի, սա այն ընկերուհին է, ում հետ ես կարող եմ փիլիսոփայել, եւ երբ որ մենք ունենում ենք այդպիսի ընտրողաբար վերաբերմունք մեր ընկերուհիների նկատմամբ, մենք ունենում ենք այսպես շատ լայն շրջանակ եւ նախ չենք սպառվում եւ հուզականորեն չենք այրվում այդ հարաբերությունների մեջ եւ նաեւ լճացում չի գնում։ Բայց այստեղ մի դժվար պահ կա, որովհետեւ հաճախ այն ընկերուհին, ում հետ դու կարող ես քո սիրտը բացել, խոսել, փիլիսոփայել, եթե ինքը լսի, որ դու մեկ այլ ընկերու հետ գնացիր շոփինգի, խանդի տեսարաններ, կանտանելի է։ ահա, նա կասի, երեք ամբողջ օրը Դու ուրիշ ընկերուհիներ ունես եւ այլն, այո, բայց այսօր գնաց շոփինգի, ինձ մի բերան ոչինչ չասեց, մյուսը։ Հետևաբար ինչպես հա մենք պահում ենք այդ հարաբերությունը, որովհետեւ իրարից շատ բան գիտենք, մենք հենց այդ խոցելիությունը կանխելու համար շատ կարևոր է, որ մենք ի սկզբանե նախ պայմանավորվենք, հա, որ օրինակ արի պայմանավորվենք, որ մենք սենց ենք շփվում, օրինակ, արի որոշենք մեր ծննդյան տոները նշենք, ծննդյան տոներին իրար նվերներ անենք, արի որոշենք, չգիտեմ, որ շոփինգ գնալուց ես կարամ գնամ այսինչ մեկի հետ պայմանավորվածությունները շատ կարևոր է, որովհետև երբ որ այսպես լռության ֆոնի վրա ինքնաբերաբար ինչ որ բաներ տեղի են ունենում, հաճախ կան չգիտակցված կամ շատ լավ գիտակցված, բայց չբարձրաձայնված սպասելիքներ, որոնց չբավարարման դեպքում նորից գնում է խռովություն ներքին։ Օրինակ անձը ակնկալում էր, որ դու պետք է ապրոմակցես, իսկ մենք խոսեցինք ընկերության բաղադրիչներից մեկը հենց դա է, որ օրինակ անձը ակնկալում է, որ եթե սա այս անձը իմ ընկերուհին է, պետք է օրինակ ինձ աջակցի, էմպաթիկ լինի իմ նկատմամբ, ինտելեկտուալ նաև ակնկալիքներ կան, հա, ինձ պետք է խրախուսի, ուղղորդի, խորհուրդներ տա, ուժային ինչ-որ տարբեր ակնկալիքներ կան։ Մենք պետք է դա այսպես հստակ հասկանանք, ումից ինչ կարող ենք ստանալ, չվախենանք մտածելուց, որ այո, որոշակի սպասումներ ես նաև ունեմ, դա էլ են շատ հաճախ հայտարարում։ Պետք չի սպասելիքներ ունենալ։ Այդպես չի լինում։ Բայց սա նորմալ է ունենալ սպասելիքներ։ Դա շատ մարդկային է, այո, եթե մենք մի բույս ենք անգամ ջրում օրը մեկ անգամ, մենք այսպես նայում ենք, տեսնում ենք այդ բույսը ծաղկում է։ Մի տերև ավելուն։ Այո, մի տերև, մի այսպես չգիտեմ։ Նույնն էլ հարաբերություն, ասել, որ ես սպասելիքներ չունեմ, գուցե պարզապես գիտակցված չեն քո սպասելիքները։ Իսկ եթե մենք բերում ենք գիտակցության դաշտ, մենք դրանց հետ հաշվի ենք նստում, երբեմն նաև բարձրաձայնում ենք եւ խուսափում ենք այդ խոցելի դժվար պահերից, բախումներից։ Կնոջ եւ տղամարդու մեջ անշահախնդիր ընկերությունը հնարավոր է։ Ես կարծում եմ, որ նմանօրինակ հարաբերություններ անշուշտ եղած կլինեն, վստահ եմ, որ այո, կլինեն։ Գուցե քիչ են, գուցե ինչ-որ մի փուլում դրանք ընդհատվում են, ինչ-որ մեկի կողմից ռոմանտիզացվում է եւ այլն, գուցե։ Բայց այսպես ընդհանրացնել եւ ասել չի լինում, դա արդար չի լինի, որտեւ ես վստահ եմ, որ մեր քաղաքում կան մարդիկ, որոնք ունեցել են շատ գեղեցիկ փորձառություն աղջիկ-տղա հարաբերությունների մաքուր անարատ ազնիվ հարաբերությունների, բայց եթե կողմերից մեկը նորից եմ կրկնում, չի տանում այսպես այլ ճանապարհով ռոմանտիզացիա։ Ոչ մենք չխոսում դրա մասին։ Դե եթե դրա մասին չենք խոսում, հնարավոր է։ Ինչպես պետք է պահել սահմանը այդտեղ ընկերության, որպեսզի, քանի որ երկու կողմն էլ ուզում է ունենալ դիմացինի նման ընկեր իր կյանքում, բայց արի ուտես, որ էմոցիոնալ առումով ինչ որ մի պահի հասկանում է, որ կարծես փոխվում են այդ հույզերը։ Ինչպես վերադառնալ սկզբնական կետին եւ պահել ընկերությունը, եթե կա նմանատիպ խնդիր։ Մենք պետք է կարողանանք այդ հարաբերության մեջ մեր ինքնությունը չկորցնել։ Հետևաբար սա մեր անձի սահմանների մասին է, ոչ թե դիմացինի, հա, ինչպես այդ սահմանը պահել դիմացինի հետ, թե ինչպես այդ հարաբերության մեջ ես իմ սահմանը գտնեմ եւ չձուլվեմ այդ հարաբերության մեջ, չձուլվեմ այդ անձի ինքնության մեջ թեկուզ։ Ես ասում եի, չէ, որ հարաբերության ժամանակ մենք ազդվում ենք, մենք ներազդվում ենք, դա էլ է հստակ սահմանների հարց։ Արդյոք դու կարողանում ես հասկանալ, որ սա իմ կարծիքն է։ Սա իմ դիրքորոշումն է։ Սրանք իմ սպասելիքներն են։ Այս անձը երբեք չի էլ իմացել, որ ես իրենից ակնկալում եմ, որ երբ որ ես գիշերվա 3-ին տխուր եմ, նա պետք է այսպես տաքսի վերցնի, շտապ գա եւ ինձ աջակցի։ Գուցե նրա մտքով անգամ չի անցնում, որ ես ունեմ նման սպասելիքներ։ Հետևաբար ինչքանով ենք մենք կարողանում գիտակցել մեր կարիքները, հասկանալ մեր ներսում կատարվող ներքին կոնֆլիկտները, ներքին process-ները։ Սա մեր անձի ինքնաճանաչման հետ կապված ավելի շատ հարցեր են, ոչ այդքան դիմացինի։ Շատ հաճախ տարբեր հարաբերություններում կարելի է լսել այդ հարցը տարօրինակ, որը ես միշտ համեմատում եմ, երբ երեխաներին հարցնում են մայրիկին է շատ սիրում, թե հայրիկին։ Շատ տարօրինակ եւ հռետորական հարց կարծես լինի, երբ ասում են ինչի ես պատրաստ հանուն մեր ընկերության։ Ինչի պետք է պատրաստ լինի մարդը հանուն իր ընկերության, հատկապես կանայք իրենց ընկերուհիների եւ այդ ընկերական շրջապատը պահպանելու համար։
Ես կարծում եմ կարելի է նաև հայտարարել, որ ոչ մի բանի, որովհետև քիչ առաջ նշեցի, որ հարաբերությունը, ընկերական հարաբերությունը դա հենց այն հարաբերություններից բացառիկն է, որ ազատ է։ Դու ազատ ընտրում ես մնալ, ընտրում ես սիրել, ընտրում ես նվիրվել եւ իրականում այս ազատությունը դժվարացնում է ինչու, որտեվ ինչպես ազատ սկսել են մարդիկ, այդպես էլ ազատ մի օր դադարեցնում են հարաբերությունը, բայց նշեցի, որ դա կորստի տեսանկյունից ճիշտ նույն դժվարությունը ունի, որը օրինակ զույգային հարաբերության բաժանումն է լինում, բայց իրականում մենք ոչ մեկս ոչ մեկին ոչ մի բանում պարտական չենք։ Եվ եթե մենք ունենանք այդ դիրքորոշումը, գուցե մենք իսկապես շատ ավելի ազատ լինենք հարաբերություններում, որովհետև շատ կարևոր է, որ հարաբերության մեջ մենք որևէ դեր չխաղանք։ Եթե մենք ստիպված ենք ինչ-որ դերեր խաղալ, ինչ-որ այսպես համապատասխան լինել, դա արդեն մեզ այն ռեսուրս է տանելու, դիսկոմֆորտ է պատճառելու, իսկ մեր հոգեկանը այնպես է, մեր ուղեղը այնպես է, որ դիսկոմֆորտից ցանկանում է մի վայրկյան շուտ ազատվել։ Հետևաբար այսօր ոչ մեկ չի ցանկանում իր կողքին ունենալ նվնվացող ընկերուհի, ոչ մեկ չի ցանկանում ունենալ ընկերուհի, ով հարաբերությունների մեջ անգամ ժամանակը չի բալանսավորում։ Օրինակ դու հանդիպել ես իրեն, այդ հանդիպումը տեղի ունենում 80-20 հարաբերակցությամբ։ Օրինակ 20% դու ես կարողանում մի sense պուճուր բան ասել քո կյանքից, այն ամբողջ 80-ը ինքը խոսում է։ Կամ զբաղված է այլ աշխատանքով։ Այո, կամ զբաղված է, կամ դու ինչ-որ բան ես ասում, ինքը հա ու անցավ նորից իր թեմային, այսինքն շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ հարաբերությունը պետք է լինի մի տեղ, որտեղ մենք երջանիկ ենք, մենք գոհ ենք եւ մենք հանգիստ ենք։ Այսինքն պետք է հոգ տանալ ընկերության մասին։ Այո։ Ինչպես հոգ տանել ընկերության մասին։ Նորից կնշեմ, որ այդ ամբողջը սկսում է մեր անձի ներքին հասունությունից, երբ որ մենք մեր ներսում ներդաշնակ ենք ինքներս մեզ հետ, երբ որ մենք ունենք ինքնագիտակցության այդ մակարդակը հասկանալու մեր պահանջմունքները, գիտակցելու թեկուզ մեր վախերը, լինում են անձեր, որոնք հարաբերությունների մեջ այսպես կպչուն են շատ, անընդհատ կզանգեն, անընդհատ անգամ գալիս են մոռանում են, որ պիտի գնան, փոշմանում ես, որ հրավիրել ես։ Կան այդ կպչուն տեսակի ընկերուները, հա, այդտեղ արդեն կա վախ, որ ոչ թե վախ, այլ անձիկ կան, որ իրենք իրենց անձը առանց մեկ այլ անձի դեռ չեն ձևավորել։ Դրա համար անընդհատ կարիք ունեն քո ներկայությանը։ Կամ այդ որ ասում ենք սովորել, ինչ սովորել։ Կան մարդիկ, որոնք խուսափում են հարաբերությունների մեջ, համ ուզում են այդ հարաբերությունը, համ էլ վախենում են նվիրումից, համ էլ վախենում են պատասխանատվությունից։ Երբ որ այստեղ հարցը գնում է ինչպեսի ամբողջը գայս է մեր անձից։ Ես ինչպիսի ընկեր եմ։ Եթե ես չեմ կարողանում կառուցել լավ հարաբերություններ, որակյալ մնայուն երկարատև կապեր, այ ինչու, հա, ինչպիսի ընկեր եմ ես, ինչպիսի լսող եմ ես, ինչպես եմ ես արձագանքում իմ ընկերների այս կամ այն կյանքի իրավիճակներին, թեկուզ իրենց հաջողություններին։ Շատ ընկերություններ քանդվում են ոչ թե դժվարության պահերին, այլ հաջողությունների, որովհետև մեզ շատ դժվար է տանել Այո, շատ դժվար է տանել այդ հաջողությունը դիմացինի կյանքում, այո։ Եվ ուրախանալ դիմացի հաջողությամբ, ել չեմ ասում ընկերների հաջողությամբ, զուգահեռաբար ես հիշում էի Օսբորնի Ետնայր զայրացած ստեղծագործությունից, երբ նա ասում է սերը ծանր աշխատանք է, չես կարող սիրել առանց ձեռքերդ կեղտոտելու, ու այս դեպքում ընկերությունը շատ բարդ ու ծանր աշխատանք է, որը մեզ իհարկե տալիս է այդ լիցքերը նոր էներգիայով կյանքին նայելու, լիցքավորվելու, դրականը ստանալու եւ նույնն էլ փոխանցելու մեր ընկերներին, սիրեք ձեր ընկերներին շատ։ Երբեմն թողեք, որ նվնվանի քիչ էլ, բայց սիրեք շատ։ Կարելի է։ Շնորհակալ ենք շատ, որ առավոտը սկսեցիք մեզ հետ, շնորհակալ ենք, որ այս կարևոր թեմային մենք անդրադարձանք ու իսկապես շատ հարցերի պատասխաններ մենք գտանք այսօր։ Այո, ու լսեցինք, սովորեցինք եւ մեր գիտելիքները կփորձենք կիրառել նաեւ մեր անձնական ընկերական պատմություններում, որպեսզի տեսնենք ավելի լավը կդառնանք մենք որպես ընկեր այդտեղ, թե ոչ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալ ենք։ Ես իմ շնորհակալ։ Իսկ մենք շարժվենք առաջ, սիրելի հեռուստադիտողներ։